Առինջի Աբովյանում 58 բնակիչ է կանգնել ընդդեմ 8 հարկանի 2 բարձրահարկի, որոնք կառուցում են թաղամասում։ Բնակիչները դժգոհում են, կոյուղի չունեն, հորի հույսին են, ինչ կլինի թաղամասի վիճակը, որ շենքերն էլ վեր բարձրանան։ Դու գիտեք ինչ ա գրել ստեղ, շին թույլտվությունը, որ ընդունել են։ Կոյուղաջրերը հավաքվում են եւ անցնում են կողքի գործող կոյուղով։ Ուր ասте կոյուղի խնգերներ։ Կոյուղի տեսնում եք, սաղս հոր ունենք ստեղ։ 5 կիլոմետր հեռավորության վրա կա, որը շատ քիչ տարողականություն ունի։ Եթե կոյուղի կա, ստեղ, մենք ինչ ենք օգտվում այդ կոյուղուց, խնդրում եմ ասեք։ 2 հատ 8 հարգանու կոյուղները գնալու են մի հատ հորի մեջ, որ ամեն օր գան ասենց քաշեն տանեն, այդ ջրերն էլ այդան մեր տների տակ։ Բնակիչները պնդում են, որ կադաստրի կոմիտեն բազմաբնակարան շենքերի կառուցմանը համաձայնություն չի տվել, բայց համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը, անտեսելով նաև թաղամասում բնակվող մարդկանց դիմումը, որ հասել էր քաղաքապետի սեղանին բոլորի ստորագրություններով։ Ես մի հարգանի տուն ունեմ, իրանք հենց 6 մետր չկա, 8 հարգանի են սարքում։ Տարածությունը սկի դաժե կարելի է որ իրանք մի հատ մեծ սեփական տուն են սարքվել, պետք է մենք իրար հետ նստեինք խոսալու։ Երբեք չեն եկել, չեն ասել, թե ինչ պետք է այստեղ կառուցվի։ 2 հատ 8 հարգանի է սարքվում։ Հանրային լսումներ չեն կայացրել։ Բարձրահարկերի հարցը հիմա նաև դատարանում է, լսելով քաղաքացիների բողոքի ձայնը շինհրապարակից փակված փողոց եկած կառուցապատողի ներկայացուցիչը հենց այս հանգամանքն առաջ բերեց։ Չի հասկանում բողոքի գործողությունների իմաստը, երբ շենքերի դեմ պայքարողները միաժամանակ նաև դատարան են հասել, իսկ Բարձր Ատյանը դեռևս քննում է շինթույլտվության իրավաչափությունը, միջանկյալ էլ չի կասեցրել այն։ Կոնկրետ ուզել են իրանց ունեցած զավակներին համապատասխան թվով բնակարան։ Չի ստացվել, գնացել են բողոքել են։ Այո, հիմա մենք տեղեկություն ունենք, որ այդ բիզնեսը ինչ-որ չափով ստեղ հաջողվել է շրջակայքի այլ շինարարություններում, այլ կառուցապատողների կոմերցիոնակցող, երևի ստացվել է, հիմա փորձել են ստեղել, չի եղել։ Մենք հատուցում ենք ուզե իրանից, մինչև հատուցումները չտա, եթե այսքան բանի մեր տների գինը իջնում է իրա, 2 հատ տուն ունեմ, իմ տների գինը ամեն մեկը $150,000 իջնում է այս երկուսի պատճառով։ Եթե դու իմ լուսավորությունը կտրում ես, ուրեմն պետք է փող հատուցես։ Կառուցապատողն ու բնակիչները համաձայնության այնուամենայնիվ չեն գալիս։ Բնակիչները խոստումներին չեն հավատում, թե այդ թվում հենց օրինակ կոյուղու հարցը լուծվելու է, կառուցապատողն էլ ներկայացուցչի խոսքով սպառնալիքներից չի վախենում, թե մի կողմում, թե մյուսում ակնկալիքները դատարանից են, միայն թե կառուցապատողն ասում է որոշման կենթարկվի, իսկ բնակիչները պնդում են արդար վճիռ չլինի, բոլոր ատյաններով մինչև վերջ կգնան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։